Հունվարի 1-ից Երևանի համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների մանկավարժական և վարչական կազմի աշխատավարձը բարձրացել է շուրջ 30%-ով։ Այդ նպատակով Երևան համայնքի բյուջեից այս տարի տրամադրվել է հավելյալ 500 միլիոն դրամ։ Վերջին անգամ այս ոլորտին անդրադարձ էր եղել 2020 թվականին, ինդեքսացիա էր ենթարկվել շուրջ 25%-ով, ընդհանուր առմամբ 4 տարիները եթե ամփոփենք, 45-50%-ով բարձրացել է ոլորտի աշխատակիցների, մանկավարժական և վարչական կազմի աշխատավարձերը։ Արվեստի դպրոցների տնօրենների գնահատմամբ աշխատավարձերի բարձրացումը կարևոր քայլ է դպրոցներում կրթության որակի ապահովման համար։ Կարևոր նախաձեռնություն էր, որը էապես ազդելու է մեր ոլորտի աշխատակիցների, երաժիշտների, արվեստագետների, ովքեր դասավանդում են երաժշտական և արվեստի դպրոցներում, գործ ունեն երեխաների, մատաղ սերնդի հետ, նրանց սոցիալական խնդիրների լուծման հարցում, նրանց սոցիալական պաշտպանվածությունն է մեծացվել։ Իհարկե սոցիալական վիճակը մանկավարժների եւ բոլոր աշխատակիցների կարևոր են եւ կարծում եմ այս նախաձեռնությունը, որը տեղի ունեցավ հունվար ամսվանից 2025 թվականին հնարավորություն կտա ավելի լավ աշխատել եւ նպատակադրվել։ Գնահատված լինելու զգացումը ոչ պակաս կարևոր է, ասում է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի, երաժշտագետ Նարինե Մաթևոսյանը։ Երբ որ դու գնահատված ես, շատ դա քեզ ուժ է տալիս, դու հասկանում ես, որ դու պետք ես, դու անհրաժեշտ ես մեր երկրին, գնահատված ես եւ քո գիտելիքով, եւ քո աշխատանքով։ Ինձ համար մեծ խթան կարող է լինել։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 26 երաժշտական, արվեստի եւ կերպարվեստի դպրոցներ։ Փետրվարի 1-ի դրությամբ դպրոցներում շուրջ 9500 աշակերտ է սովորում։ Յուրաքանչյուր տարի քաղաքային իշխանությունը այս ոլորտում մոտ 4 միլիարդ դրամի ներդրում է իրականացնում։ Ամեն տարի 100 միլիոն դրամի չափով ձեռք ենք բերում երաժշտական գործիքներ եւ տրամադրում ենք դպրոցներին։ Սա նաեւ մի շատ կարեւոր բաղադրիչ է սոցիալական բեռի իմաստով, որը թեթևացնում է ընտանիքներին, ծնողների այդ խնդիրը, որտեղ այդ գործիքները երեխաներին տրվում են անվճար հիմունքներով, որքան որ իրենք սովորեն այդ դպրոցներում։ Վերջին տարիներին Երևանի արվեստի դպրոցներին տրամադրվել է շուրջ 800 բարձրարժեք երաժշտական գործիքներ։ 2024 թվականին ավականու որոշմամբ սահմանվել են նաև համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների տեղական վճարի դրույքաչափերի նվազեցման արտոնություններ։ Դպրոցներում անվճար սովորելու արտոնություն ունեն հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամները և Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների և բազմազավակ ընտանիքների երեխաների համար կրթությունն արվեստի դպրոցներում 4000 դրամ է, իսկ Երևանում հաշվառում ունեցող շահառուների, փախստականների, զինծառայողների ընտանիքների, միայնակ մայրերի երեխաների համար 8000 դրամ։ Համեմատության համար նշենք, որ արվեստի դպրոցներում վճարի չափը կախված դասավանդվող առարկայից 15000-ից 41000 դրամ է։ Կան Թուրքի այդ արտոնությունների մասով, որը որ շատ մեծ բեռ է վերցնում համայնքի իր վրա, որպեսզի ծնողները, մեր բնակիչները կարողանան շատ ցածր վարձավճարով այդ կրթությունը իրենց երեխաներին հատկացնեն։ Այս տարի առաջին անգամ իրականացվում է դպրոցների սոլֆեջոյի դասարանների արդիականացման և վերազինման գործընթաց, որի արդյունքում երաժշտության տեսության առարկաների դասավանդումը կիրականացվի պատշաճ կահավորմամբ և տեխնիկական անհրաժեշտ հագեցվածությամբ դասասենյակներում։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։